Դոնալդ Թրամփը ներկայացրել է ոսկե քարտը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներ ներգաղթն այժմ հնարավոր կլինի ոսկե քարտի համար $1 միլիոն վճարելու դեպքում։ ԱՄՆ առևտրի նախարարն էլ հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ընդամենը մի քանի օրվա ընթացքում վճարել է $1.3 միլիարդ ոսկե քարտեր։ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում չի բացառել Վենեսուելայի դեմ պատերազմը։ Ես դա չեմ բացառում, ասել է նա։ Մադուրոն հստակ գիտի, թե ես ինչ եմ ուզում։ Նա բոլորից լավ գիտի, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը հայտարարել է, որ կարող են առգրավվել վենեսուելական նավթատար նավեր, եթե դրանք շարունակեն նավարկել։ Ռուսաստանը դեռևս չի տեսնում տարածքային հարցերը քննարկելու Կիևի պատրաստակամությունը։ Նախորդին հրավիրած մեծ ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինի խոսքով ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքը։ Զորքերն առաջ են շարժվում բոլոր ուղղություններով, իսկ հակառակորդը նահանջում է։ Ինչ վերաբերում է ռուսական ակտիվները բռնագրավելու Եվրամիության փորձերին, նա դա գողություն է որակել։ Ուկրաինան էլ երախտապարտ է Ադրբեջանին Ռուսաստանի զինված ագրեսիայի դեմ պայքարում գործնական աջակցության համար։ Այս մասին նշվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։ Շնորհավորական նամակը հղվել է Ալիևի ծննդյան օրվա առթիվ։ Եվրամիության առաջնորդները համաձայնել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել առաջիկա 2 տարիների ընթացքում։ Վարկը կտրամադրվի Եվրամիության ընդհանուր բյուջեի չօգտագործված միջոցներից, այլ ոչ թե Եվրոպայում արգելափակված ռուսական ակտիվներից։ Բուլղարիայում ցույցերը շարունակվում են, չնայած դրանց ֆոնին կառավարության տված հրաժարականին։ Ցուցարարները պահանջում են անկախ դատական համակարգ եւ կոռուպցիայի վերացում։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածներ է հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող եւս 2 նավի։ Հարվածների հետևանքով զոհվել է 5 մարդ։ Հաղթանակը հրաշքով չի գալիս, հրաշքների դարաշրջանն անցել է, ասել է Ահմեդ Ալ-Շարաան, խոսելով Սիրիայում իշխանափոխության մեկամյակի մասին։ Իսկական հրաշքը մասշտաբային նախապատրաստությունն է, այնուհետև նետն արձակելը եւ դրա ճշգրտությունն Աստծուն թողնելը։ Մեր խնդիրները չեն լուծվի տանը նստելով եւ պարզապես Աստծուն երկրպագելով, ասել է Սիրիայի նախագահը։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։